մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ուրախ ենք, որ միասին ենք այս ուղղիթ ծառայությունը, ուրեմն ցես մի քանի վարգաններեն գտնենք, վերակտնենք, պիտի սկսենք այս ուղղիթերը եւ ինչպես գիտեք ամեն չորեքշաբթի Տիրոջ խոսքը սերդելով, Տիրոջ խոսքի մեջ զորանալով պիտի հանդիպենք եւ պիտի զորանանք նաեւ հոգեվորապես։ Ուրեմն մի քանի վարգաններեն կանչեցեք ձեր ընկերները, բարեկամները Facebook-ի վրա, YouTube-ի վրա, Խոսգետ TV-ի վրա, որովհետեւ միասին ունենանք այս օրտապեր ժամեր։ Ուրեմն մի քանի վարգաններեն վերակտնենք իրար։
Skancheli Khor hırtakan Havitenakan uçağım hay Skancheli Khor hırtakan Havitenakan uçağım hay Ağuçan nişan Ով զոր աստված Քո արքայություն չունի սահման Բարձր է քո անունը բոլոր անուններից Զորությունից տերություններից Հավիտյանս հավիտենից Թագավորելու ես Տերած Հավիտյանս հավիտենից Թագավորելու ես Տերած Տշնամությունը քանդեց Հոր հետ մեզ հաշտեցրեց Իր արդարությունը մեզ տվեց Ամեն ձուն թող ծրվի Ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տշնամությունը քանդեց Հոր հետ մեզ հաշտեցրեց Իր արդարությունը մեզ տվեց Ամեն ձուն թող ծրվի Ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Օրտնյալ է մեր երրորդության Աստվածը, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, բարի եկաք սիրելի քույր եղբայրներ, այս մեր ուղիղ եթեր ծառայությանը, որ կսպրվի Փարիզեն եւ կհաստիցես ուր որ եք, ուր որ կգտնվիք։ Դերը օրտնե ցեզ, դերը պայծառեցնե իր երեսը ցեր վրա, դերը իր ցայնը հասցնե ցեր սրդերուն, որբեսի ցեր սրդերը դառնալով այն Աստծույն, փոխվիք, նորոգվիք եւ փառավորվի իր Սուրբ անունը ամեն բանի մեջ։ Աստված կսիրե ցեզ, գործնե ցեզ եւ գուզե այսօր հասցնել իր նպատակին քեզ համար։ Ագանչտիր լսե, որբեսի զղջաս, ետ դառնաս եւ մտնես այն ճանապարհի մեջ, որ Աստված ինքը որոշած է քեզ համար։ Փառավորվի մեր Տերը, հալելույա, օրտնյալ է, ուրախ ենք, որ այս շաբաթ մենք եւս միասին դերը բայեց եւ այսօր միասին ենք Գողջունենք ICF-ը Լոս Անջելեսեն, YouTube-ով, Խոսքե TV-ով, Facebook-ով հետևող մեր սիրելի քույր եղբայրները գրնակ իսկապես ուր որ եք ձեր ընկերներուն տեղավորել, գանչել, հրավիրել, որպեսզի իրենք ալ մասնակցին այս եթեր ծառայությանը։ Գիտեմ շատ եթերներ կան, գիտեմ շատ քարոզիչներ կքարոզեն, գիտեմ այսօր ամեն կողմեն Աստծո խոսքը կհասնի մարդկանց միանի մաղոթքս այդ է որ Աստծո անխարտախ խոսքը հասնի ձեզ իմ մաղոթքս այդ է որ Աստծո ճշմարիտ խոսքը հասնի ձեզ իմ մաղոթքս այդ է որ այդ խոսքը լսելով այդ մարդկանց բերնեն որ խոսքը գելե ձեզ բերեն Տեր Հիսուս Քրիստոսի եւ ոչ թե իրենց անձերուն Տերը օրհնե իսկապես եւ պատրաստ է ամեն մեկս Տեր Հիսուս Քրիստոսի վերադարձին լրջությամբ զղջումով խոնարհությամբ անելով ինչ որ պետք է Եվ ավետարանը շարունակելով կարոզել մինչև այն օրը ինք պիտի գա։ Նեղությունները կշատնան մանավանդ Քրիստոսի հետևորդներուն, նեղությունները կշատնան աշխարհի 4 կողմը, տարբեր դեղեր, ինչեր կլսենք, ինչ նորություններ կլսենք, թե ինչ կպատահի ճշմարիտ հավատացյալներուն, ինչպես կհալածվին, ինչպես կքայքայվին եւ գիտենք, այսպես պիտի ըլլա արդեն Սուրբ Գիրքը մեզ հստակ կսե, բայց Երանի անոնց որ մինչև վերջ կհամբերեն։ Եվ գաղութեմ, որ հավատացյալները այդպես հավատացյալ ըսվածները ետ քայլ չնեն, այլ իրական Հիսուսի ցերկը բռնած քայլեն, ոչ թե անունով հավատացյալ, ոչ թե գիրագի օրվա հավատացյալներ, այլ ամեն վարքյանվա հավատացյալներ, Տիրոջը դառնալով, Տիրոջ խոսքին մեջ ապրելով եւ Տիրոջ խոսքը փոխանցելով։
Երանի պիտի ըլլաս տուն, եթե իսկապես այդ տեսակի մարդ ես։ Եվ երանի պիտի ըլլաս, երբ քո օրվա գործերդ, ընտանեկան գործերդ, ֆինանսդ, հաջողություններդ քեզ չեն խեղդած Աստծո խոսքը լսելու եւ Աստծո խոսքի մեջ լալու։ Շատեր այսօր կխեղդվին իրենց գործերուն մեջ, գործեր կունենան եւ կհաջողին, եւ այդ հաջողությունը իրենց կխեղդեն հոգեվոր կյանքը, եւ այդ հաջողությունը գրնա մսել ցեզ Աստուծո մեջ է։ Աստծո հաջողությունը այդ է, որ քո հոգիդ արթուն է, եւ որ աղոթքի մարդ ես, եւ որ ծառայության մեջ ես, եւ որ հոգիդ արթուն է Աստված ծառայելու, Աստված ճաշտելու եւ Տիրոջ տան մեջ մեծ կորձիկ դառնալու։ Այս մարդը հաջողակ մարդն է եւ ոչ թե կորձի հաջողություն, դունի հաջողություն, չգիտեմ, եւ այդ բոլոր հաջողությունները, որ այսօր մարդիկ գվազվզեն այդ հաջողություններուն հասնելու։ Հուսամ այս մեր ծառայությունը պիտի օգնե քեզ գանկնել մի քանի վարքյան եւ հասկանալ, որ հոգեվոր է մեր կյանքը եւ մեր կյանքը հավիտենական է։ Նայեցեք Սաղմոս 125-ը մեկ համար պիտի գարտամ, առաջին համարը Դերոջը հուսացողները Սիոնի լերան բեսեն, որ չսասանիր, հաբա հավիտյան կմնա։ Դիրոջը հուսացողները կգտնեմ մի քանի անգամ։ Դիրոջը հուսացողները կնմանին Սիոն լերան, որ գրված է, որ չսասանիր, հաբա հավիտյան կմնա։ Ահավասիկ անոնք, որոնք իրենց հույսը, իրենց հավատքը, իրենց ուժը, իրենց ներդրումը գտնեն Տեր Հիսուս Քրիստոսի իր խոսքին մեջ եւ իր ծառայության մեջ։ Այս մարդիկը չեն շարժի։ Իրենց հիմքը չի շարժի, ինչպես Սիոն լերը, որում մեջ մենք տեսանք ամբողջ սուբ գիրքը Սիոն լերան մասին կխոսի։ Եվ այդտեղ Տերը հայտնվեցավ, այդտեղ հրաշքներ եղավ, այդտեղ Աստված իջավ մարդուն հետ հանդիպեցավ։ Եվ այդպես կլայ, որ մեկը Տիրոջ կհուսա, իր մարմինը կդառնա Սուրբ Օգու տաճար։ Եվ այդտեղ իսկապես կաբրի այդ միապանություն Աստծո հետ։ Երանի թե դու այդ մարդը ըլլայիր, այդ Տիրոջը հուսացող մարդը, ոչ թե կասկածամիտ, ոչ թե երբ ամեն ինչ լավ է, ոչ թե երբ քո ուզածիդ պես է, ոչ թե երբ կարծածիդ պես է, այդ երբ իսկապես ամեն ինչ կրնա աչետ եւ ծախել ինալ, բայց դու կմնաս վստահ Աստծո խոսքին մեջ, կմնաս քո դեղը Աստծո դան մեջ, կմնաս քո ծառայության մեջ, Աստծո թակավորությունը հարաճ տանելու համար երանի մարդ ես դու։ Չսասանիր, այլ հավիտյան կմնա։ Այսօր նորույթը այս վերջին կոնե 15-20 տարիներու մեջ, որ հավատացյալները իրենց հաստատությունը գործընծուցած են, Քրիստոսի հետևորդները ճագերդյալ իրենց հաստատությունը գործընծուցած են, իրենց հարադևությունը գործընծուցած են, շատեր կսկսին եւ կվերջանան, շատեր կծառայեն Տիրոջը մինչեւ իրենց հաճելի է, մինչեւ այնտեղ որ իրենց հարմար է, հարմարավետ է, այս բոլոր բաները Տերը կտեսնե եւ անորոշ շատ մեծ անագնկալներ պիտի ըլլա եւ Տերին պիտի բերաթարնա։ Անորմալ մեր այս ճշմարտության խոսքի ծառայությունը քո սրտի թուրը գզարնե, ըսելով արթնցիր քո քունետ հոգևոր, արթնցիր եւ իսկապես հավատքի մարդ եղիր, իսկապես խոսքի մարդ եղիր, ճշմարտության խոսքը թող ազատագրե քեզ, արթնցիր քո զգացումներեն դուրս եկուր Տիրոջ խոսքին մեջ եւ դես Տիրոջ ներկայությունը, միապանվիր այդ մարդկանց, որոնք այդ տեսիլքը ունին, ոչ թե գիրագի օրվա հավատացյալներ, այլ ճշմարիտ հավատքի մարդիկ, որ ամեն վարքյան Տիրոջ թակավորությունը հարաճ տանելու համար կգաղութեն, կպայքարին, կմիապանվեն եւ այդպես Տիրոջ լերան նման, Սիոն լերան նման անսասան կլան։ Տերը կխոստանա իրեն հուսացողները անսասան պիտի ըլլան, իրեն հուսացողները Տերը պիտի իսկապես երկնայնորդությունով լեցնե։ Իմ աղոթքը սա է, որ դու այդ մարդը ըլլաս։ Հուսացող Տիրոջը ոչ թե որ քո ուզածներդ պիտի անե, հուսացող Տիրոջը, որ ամեն բանի մեջ պիտի ծառայես, պիտի նվիրվես, պիտի հարադևես եւ պիտի չշեղվիս քո որոշումները։ Հալելույա։ Օրհնյալը լա մեր Տերը իր փառավորության մեջ եւ իր մեծապարության մեջ։ Տերը օրհնե, եկեք լսենք այս երգը, որ գսե իսկապես մեղքի ճրերից Տերը մեզ դուրս հանեց։ Լսենք այս փառապանության երգը, երկրպագության երգը եւ մտիր աղոթքի մեջ պատրաստվելով թե Տիրոջ խոսքը պիտի սերդենք հիմա։ Լրջությամբ, սիրելիներ, այս վերջերս հավատացյալները գործընծուցած են Տիրոջ խոսքի սերդողության լրջությունը։
Շատեր գխոսին հավատքի մասին, բայց խոսքը սերդելու ժամանակ չունին, խոսքը գարտալու ժամանակ չունին, խոսքի մեջ մխրջվելու ժամանակ չկա, շատ բաներով գսպաղվին, շատ մարդկանց գկարոզեն, գխոսին, բայց իրենք դիրոջ խոսքի մեջ մտնելու եւ խոնարհվելու ժամանակ չունին։ Իսկապես հասերենք վերջին օրերուն, որ ամեն մեկը իր ուզածին մեզ կաբրի իր հավատքը, ուր է Հիսուս Քրիստոսի չափանիշը եւ ուր է քո եւ իմ ապրելակերպը։ Եկեք վերանայենք մեր ապրելակերպը Տեր Հիսուս Քրիստոսի չափանիշներուն մեջ մտնելու իբր իսկապես աշակերտներ, հետևորդներ, նվիրյալ մարդեր, փառքը դալով միան մեր երրորդության Տիրոջը։ Վերագտնենք իրար այս երգեն հետո Հովաննու 7-րդ գլուխ, մի սերդենք միասին։
Հալելույա, սիրելի քույր եղբայրներ, օրհնյալ է մեր Տերը այս գեղեցիկ ժամերը, որ մենք ապրենք Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Մեր կյանքը այնքան երկար չէ, որքան ապրենք, թող ապրենք Տեր Հիսուսի փառքի համար։ Որքան ապրենք, թող ապրենք Տեր Հիսուս Քրիստոսի նվիրվելու համար։ Մեր դկարություններով, այո, մեր մեղքերով, մեր խնդիրներով, ներսի բահված դժվարություններով, կապվածություններով, բայց Տիրոջ երբ մենք ցերկը կփռնենք, Տերը մեզ կամաց կփոխե, կնորոգե, կմաքրե, կամաց մեզ այսպես իր հոգիով կառաջնորդե եւ մեզ ցույց կտա կարևորը եւ կարևորակույնը մեր կյանքին մեջ։ Հալելույա, հալելույա։ Դերորդ է, ուրեմն, սիրելի քույր եղբայրներ, Հովաննու գլուխ 7, արդեն հասանք գլուխ 7։ Գարտանք միասին ամբողջ գլուխը պիտի փորձենք միասին ընթերցել։ Այս բաներն ետքը Հիսուս Գալիլեայի մեջ գբդդեր։ Քանզի չեր ուզեր Հրեաստանի մեջ բդդիլ, վասնզի հրյաները զինք սպաննել կուզեին։ Ուրեմն արդեն հասել ենք այնտեղ, որ Հիսուս սկսավ նախանցներ մեջտեղ բերել։ Եվ գուզեին Հիսուսի արդեն մեջ են ոչնչացնել, քանի որ գխանկարվեին, հրյաները գխանկարվեին, ինչպես մենք անցյալ անգամները տեսանք, ինչպես լուրջ Հիսուս ըսավ եւ փաստեց իր աստվածությունը, քանի անգամ փաստեց իր աստվածությունը եւ հրյաները գխանկարվեին այս հարցով եւ գուզեին անպայման որ իրեն մեջ են վերցնեին, իրեն մեջ են դուրս հանեին եւ սպանեին։ Ուրեմն անոր համար ինք ավելի Գալիլեայի գողմերը մնաց, Գալիլեան ինչպես գիտենք Իսրայելի հյուսիսային բաժինն է եւ Հրեաստանը, եւ որ գսենք Հրեաստան, Երուսաղեմի Հութայի բաժինն է։ Ուրեմն Հութայի բաժինը գար որ հարավային բաժինն էր եւ հյուսիսային բաժինը գար որ ուրեմն Իսրայելի Գալիլեայի բաժինն էր, ուր Հիսուս ինքը այդտեղ էր։ Հրյաներուն ուրեմն դաղավար արած դոնը մոդ էր, ուստի իր եղբայրները ըսին իրեն ելիր ասկե ու Հրեաստան քնա, որովհետեւ քու աշակերտները դալ դեսնեն քու կորձերդ, որոնք կնես։ Վասնզի մեկը չկա, որ ծածկապար պամը ընե եւ ինք հայտնի ըլլալ ուզե։ Եթե տուն այդ բաները գնես, ինք զինքդ աշխարհին հայտնե։ Իր եղբայրները չէին հավատար իրեն։ Որ եղբայրներու մասին է խոսքը, այստեղ կան շատ դարբեր մոտեցումներ։ Շատեր գսեն եղբայրներ, որ գսենք, ինչպես շատ հայաստանցիներ գսեն, եղբայր քույր իրենց զարմիկներուն համար գսեն այս իրեն Հիսուսի զարմիկներն էր եւ ոչ թե իր բուն եղբայրները։ Բայց հունարենին մեջ որ գրված է նոր գդագարանը, եղբայրի համար փարգա եւ զարմիկի համար փարգա։ Եթե այստեղ Հովանես ուզեր ասել իր զարմիկները, ուրիշ բառ պետք է կորցածեր։ Եվ այստեղ մենք կտեսնենք եղբայր բառը կորցածեր։ Բարձրապես քանի որ Հիսուս ուներ եղբայրներ։ Եվ այսօր մեջ գիտեմ որ շատերս եւ շատեր գբաժնվին իրար մի այս կետի մեջ ասելով արդյոք Հիսուս եղբայր եւ քույր ուներ։ Շատեր գսեն այո, շատեր գսեն ոչ, նայած ինչ կուզենք, ինչպես կուզենք ներկայացնել գույս մայրամին։ Այդտեղ են կսկսի ամեն ինչ։ Եվ այդտեղ գբաժնվի շատ բաներ։ Կաթողիկները, արաքելականները գույս մայրամին գարձեն, թե իրենք ինք մնացած է գույս մինչև վերջ։ Նույնիսկ երկինք բարձրացած է գույս։ Բայց սուրբ գիրքը կարտացողները ավելի հստակ ձևով պիտի հասկանան, որ գրված էր այդտեղ եւ Հովսեփը չջանցավ Մարիամին մինչև իր առաջին որդին ծնավ եւ այդ առաջին որդին Հիսուսն էր։ Բայց որդի եմ վերջ անշուշտ ջանցավ, ասել է սերային հարաբերություն ունեցավ եւ ուրիշ եղբայրներ եւ քույրեր ունեցավ Հիսուսը։ Եվ այստեղ փաստերեն մեկն է եւ նաեւ ունենք ուրիշ տեղեր ավետարաններում մեջ, որ գսե Հիսուսի համար իր քույրերը եւ եղբայրները միթե մեզի հետ չեն, իր մայրը եւ քույրերը եւ եղբայրները։ Ուրեմն հստակ կբացատրվի, թե Հիսուսի եղբայրները մինչև իր հարությունը չհավատացին իրեն։ Եվ այդ եղբայրներեն մեկը հետո մի քանիներ անշուշտ հավատացին, մեկը դարձավ Հակոբոսը, մյուսը դարձավ Հութան, որ մեզի նամակներ գրեց իբր Հիսուս Քրիստոսի եղբայրը, գրված է այդտեղ։
Ուրեմն կարևոր է այս մոդեցումը, գիտեմ թերևս շատերը համաձայն չնալար, բայց ինչպես որ գիտեք, մենք կփորձենք ոչ թե սովորություններ կամ ավանդություններ քարոզել, այլ մենք կփորձենք ճշմարիտ ավետարանի խոսքերը առաջ բերել, ինչ որ գարտացված է, ինչ որ գիտենք ավետարանի մեջ, ծննդոցեն մինչև հայտնություն։ Եթե անգևերջ ուրիշ քրություններ կա, ուրիշ սովորություններ կա, ուրիշ պատմություններ կա, դիքա մենք մեզի համար կարևոր չէ։ Մենք կրնանք ընդունել ծննդոցեն մինչև հայտնություն գիրքը, մինչև վերջին առաքյալը Հովհաննես առաքյալ, որ ինք վերջինն էր։ Ուրեմն մեզ համար այս է կարևորը։ Սրա համար է որ կգետրոնանք միայն ավետարանի խոսքերու մեջ։ Ամեն։ Ուրեմն եղբայրները ինչ կսեն։ Գսեն Հիսուսին. եթե գուզես դու քեզ հայտնել, որբեսի մարդիկ քեզ ճանչնան, գնա գսե Երուսաղեմ եւ դու քեզ հայտնե։ Ուրեմն անշուշտ վրան գծիծաղային եւ չէին հավատար ինչպես գրված է։ Հիսուսի պատասխանը. իմ ժամանակս թեր հասած չէ։ Ինչի ժամանակը հասած չէ։ Թեր ինքը իրեն հայտնելու իբր Մեսիան, իբր Թագավորը, իբր այն որ է հայտնելու ժամանակը հասած չէ, գսե որ երտամ Երուսաղեմ եւ հայտնվի։ Պիտի կար այդ ժամանակը, երբ որ ինք պիտի երտար Երուսաղեմ, ինք զինք հանցնեց եւ մահացավ քաչին վրա, հարություն արավ, իր ժամանակը ինք որոշեց եւ ոչ թե իր եղբայրները կամ իր մայրը կամ ուրիշ աշակերտներ կամ ուրիշ մարդիկ պիտի որոշեին Հիսուսի ժամանակը որոշելու։ Եթե գիտեք նույն բանալ Մարիամը ըսավ Հիսուսի եւ Հիսուսավ ով գին ինձ ինչ գործունից իմ ժամանակս դեռ հասած չէ։ Հայտնվելու իբր Մեսիա, իբր Օձիալ, իբր Քրիստոսը։ Այս էր որ եղբայրները գսեն կնա հայտնվիր, ինքը գսե դեռ իմ ժամանակս չէ։ Բայց ծեր ժամանակը միշտ պատրաստ է։ Ասել որ դուք միշտ պետք է պատրաստ ըլլաք ապաշխարելու, դուք միշտ պատրաստ պետք է ըլլաք նորոգվելու, դաջար երթալու, աղոթելու, հայտնվելու, դուք ձեզ հայտնելու թե ինչ եք դուք, հայտնեցեք դուք ձեզ ձեր մեղավոր ըլլալը, այո ծեր ժամանակը միշտ կա, բայց իմ Մեսիա ըլլալու ժամանակս պիտի կա, հիմա չէ։ Այս ասել գուզե Հիսուս, ծեր ժամանակը իմ ժամանակը ծեր հասած չէ, բայց ծեր ժամանակը միշտ պատրաստ է։ Աշխարհը ցեզ չի գրնար ադել, Հիսուս կսե իր եղբայրներուն։ Բայց զիս կադե, վասնզի ես կվգայեմ, թե իր կորձերը չար են։ Ահա Հիսուսի խոսքը, ահա Հիսուսի կորձը, եկավ վգայելու համար, թե աշխարհին կորձերը չար է։ Եվ պետք ունին փրկիչի, պետք ունին ազատարարի, պետք ունին դիրոջ օրտությանը, փոփոխությանը, ապաշխարությանը։ Դուք ելեք այս տոնին գսե Հիսուս, ես թեր չեմ ելեր այս տոնին, վասնզի իմ ժամանակս թեր չէ լեցված։ Այս ասելով անոնց ինք Գալիլեա մնաց։ Բայց երբ իր եղբայրները կացին, ետքը ինքնալ կնաց տոնին, ոչ թե հայտնի, այստեղ կարևոր է, ինչպես եղբայրները գսեին, հայտնիորեն մդիր, ինչպես այդ Ձաղգազարդի օրը Հիսուս հայտնիորեն իբր թագավոր ներս մտավ, այն ժամանակն էր իր ժամանակը, ինք որոշած էր այդ ժամանակը, այդպես չմտավ, այլ գսե գաղթուկ կերպով գնաց հայտնվելու Երուսաղեմ։ Ուրեմն դեսնեք շատ կարևոր է ինչ ցևով գուզեին Հիսուսին տեսնել, Հիսուս ինչ ցևով ներս մտավ։ Հрьяաներու դոնինադենը գփնդրեին զինք եւ գսեին ուր է անիգա։ Մեկ կողմեն չեն սիրեր, մեկ կողմենալ հետաքրքրված են։ Ասանք բաներ կան, գիտեք մարդիկ երբեմն քեզ չեն սիրեր, բայց քեզ մոտ հետաքրքրված են։ Ինչ կնես, ուր կացիր, ինչ ըրիր, որուն դու նկացիր, ինչը սիր, այսպես խոսքեր երբեմն քո մասին շատ վատ բաներ գսեն, բայց քո կորձերուտ մասին կհետաքրքրվին։ Ինչ ենք, մարդկության բնավորությունն է այս։ Եվ ժողովրդին մեջ շատ շշնչույն կար անոր վրայով, ոմանք գսեին թե աղեկ մարդ է, ուրիշներ գսեին ոչ, հապա ժողովուրդը կմոլորեցնե, սակայն մեկը անոր վրայով համարձակ չեր խոսեր հрьяաներուն վախեն։ Տեսնեք, հрьяաներու վախեն երբ որ գսե, հрьяաներու գղերականներու վախեն։ Այնչափ կվախցնեին ժողովրդին։ Անչափ կսեին, որ եթե դուք մեր ուզածը չունեք, ցեզ այս պիտենք, այդ պիտենք, ցեզի պիտի վրընդենք ժողովարաններեն դուրս եւ այլն եւ այլն։ Այսինքն միշտ գրոնքի կորձն է։ Գրոնքը գուզե ստրուկացնել մարդուն, բայց Քրիստոս գուզե ազատագրել մարդուն։ Գրոնքը գվախցնե, ասելով այս պետք է անես, այն պետք է անես, այսպես պետք է անես, այնպես պետք է անես։ Եթե չունես, քեզ այսպես կնեմ, այնպես կնեմ, բայց Հիսուս կազատագրի մարդուն։
Գասկնակ սիրելի քույր եղբայրներ, որչափ կարևոր է Քրիստոսը ճանչնալ եւ ոչ գրոնական իրավիճակներու մեջ մնալ։ Ամեն անգամ որ եկեղեցին դարձած է գրոնքի վայր, ամեն անգամ որ եկեղեցին դարձած է գազմագերբություն, կամ ազգային եկեղեցի դարձած է, կամ այս կամ այն պատկանելության եկեղեցին դարձած է, կամ այս կամ այն անցի իշխանության տակ դարձած է, եկեղեցին գործընծուցած է իր հոգևոր ներդրումը, եկեղեցին դարձած է գրոնք, իշխանություն, զորելով, դժվարելով մարդկանց ընելու այն ինչ, որ եկեղեցի մարդկային օրենքները կհաստատի։ Եվ այս մենք ամբողջ եկեղեցական պատմության մեջ 2000 տարի աշխարհի ամբողջ եկեղեցական պատմությունը մենք կտեսնենք եւ այսպես եղած է։ Լավը սկսած է միշտ եկեղեցին, բայց հետո կտեսնենք որ եկեղեցին երբ որ կդառնա գազմագերբություն կխանգարվի։ Ուրեմն ժողովուրդը գվախնային հрьяաներեն, որ չլա թե հрьяաները իրենց գործեն դուրս անեին, Երուսաղեմեն դուրս անեին, իրենց բաժջեին, իրենց թույլ չտային, որ իրենք Երուսաղեմ մտնեն եւ այլն եւ այլն։ Ուրեմն գտեսնեք նորեն գսեմ գրոնքը վտանգավոր է մարդ արարածին։ Այլ Հիսուսն է միակ ճանապարհը։ Հիսուսն է ազատագրողը։ Հիսուսն է որ եկավ, որ մեզ ազատեց մեր կամանքներեն, մեր կապվածություններեն։ Գարտացինք այդ պատմությունը, որ ինչպես այդ հիվանդը որ բժշկվեցավ ավազանին վրա, ինչպես հрьяաները արգիլեցին իրեն որ ինք խոսի։ Ծնողները վախցան թե եթե ասեն թե Հիսուսը, այո Հիսուսն է որ մենք կհավատանք, վախցան որ հենց սինագոգներեն դուրս պիտի վրընդեն։ Այդ վախը միշտ գրոնքը եւ գրոնականները եւ գեղերականները այդ վախը կներծնեն մարդկանց վրա։ Եթե դու ինձ չհնազանդիս, ես քեզ ասպիտ նեմ, այն բիտնեմ, այն բիտնեմ։ Դժբախտաբար շատեր որ դեղեցություն չունին Աստծո խոսքեն, շատեր որ ազատագրված չեն Աստծո խոսքեն, այդ մարդիկ կվախնան այդ իրավիճակեն, կվախնան որ եթե այս ընեն ինչ պիտի լա, եթե այն ընեն ինչ պիտի լա, ուրեմն ցայնեն կպագեն եւ կփորձեն հնազանդ պահել իրենց ինչպես այստեղ շատերը չէին գրնալ խոսիլ Հիսուսի մասին, ասելով եթե մենք խոսենք Հիսուսի մասին, գրնալալ մեզ վնաս հասնի։ Երբ դոնը գես եղավ Հիսուս դաջարը կնաց ու այդտեղ գսորվեցներ դաջարին մեջ ինչպես միշտ իմիջայլոց դաջարի մեջ գսորվեցներ հрьяաները գզարմանային եւ գսեին ինչպես ասիգա քիրքերը քիդե որ սորված չէ ով էր սորվողը անոնք էին որ գերտան ժողովարաններու եւ ուսուցիչներու, տբիրներու, աշակերտները գլային, հрья ուսուցիչներու, փարիսեցիներու, աշակերտները գլային եւ տարիներ կսորվեին։ Շատ երկար էր աստվածապանությունը։ հрьяական աստվածապանությունը սորվելու։ Այստեղ գսեն Հիսուս սորված չէ, ադաղցակորձ էր 30 տարեկան, եկած այստեղ այնպես կխոսի, որ ինչպես կրնալալ, սորված չէ։ Մարդկային դբրոց չէ կացած։ Այո, եւ նայեցեք Հիսուսի պատասխանը անոնց եւ ասավ. իմ վարտաբեդությունս իմս չէ։ Հաբա զիս ղրգողինն է։ Իմս չէ այդ առումով, որ ես չեմ սորված։ Ես չեմ ստացած դեղեմը, որ ցես փոխանցեմ։ Ես չեմ արած բանը, որ ցես դամ, այլ ես գուդամ այն ինչ որ է, Աստված ղրգողեն գուկամ։ Ոչ թե դեղեմը սորված եմ, այլ գփոխանցեմ հենց ճիշտ ճշմարիտ խոսքը։ Եվ այդ խոսքը ոչ թե սորված եմ մարդկային, մարդոցմե, այլ ինքը խոսքն եմ ես։ Չմոռնաք, երբ որ Հովհաննես Ավետարանի սկիզբը ասված է որ Հիսուսն էր խոսքը, եւ այդ խոսքը մարդացավ, Աստված էր, Աստծո կով էր եւ մարդ եղավ եւ մեր մեջ բնակեցավ։ Ուրեմն Հիսուս սորված չէ, Հիսուս ինքն է խոսքը։ Ինքն է աստվածային խոսքը, որ գուկա մարդուս։ Շատ գեղեցիկ այստեղ։ Եթե մեկը գուզե անոր գամքը ընել, հորը գամքը ընել, պիտի գիտնա այս վարտաբերության համար թե արդյոք Աստուծմե է։ Անոր գուզե Աստծո գամքը գիտնալ գսե, պիտի ընդունի այս խոսքը եւ ինք պիտի հասկանա այս խոսքը, որ հիմա ես ցես գսեմ, աստվածային է թե մարդկային սովորություն է։ Թե արդյոք Աստուծմե է, թե ես ինքն իր մեզ կխոսիմ։ Ինքն իր մեզ խոսես իբր մարդ, ես իմ ուզածս կսեմ։ Չէ, ես եմ խոսքը, Աստուծած եմ, ես աստվածային խոսք եմ։ Եվ այստեղ շատ կարևոր է,
Կա որ Աստված եւ խոսքը նույնն է, սիրելի քույր եղբայրներ։ Անորոշ կամ ամեն այս էջերին վրա Հովանու ավետարանի ամեն էջերու վրա մենք կտեսնանք Տեր Հիսուս Քրիստոսի աստվածության բացատրությունը։ Եթե քիչ ավելի խորը երթանք, կտեսնենք որ Տեր Հիսուս ինքն իրեն կներկայացնի իբր այն Աստվածը։ Հալելույա։ Անորիկներ մեկը խոսի իրանցին պարկը կպնդրե, բայց անոր զինքրգողին պարկը կպնդրե անիկա ճշմարիտ է եւ անորքով անիրավություն չկա։ Մովսես չդվավ ցեզի օրենքը ու ցեզ մեկնալ չի բահեր օրենքը։ Ինչու գուզեք զիս սպանել։ Դարմանալի։ Հիսուս կասնե, պատասխան տվավ ժողովուրդը, թեև գա քո ներսդ, ով գուզե քեզ սպանել։ Հիսուսի պատասխանը նայեցեք։ Կորձը կորձեցի ու ամեն կդալ զարմացեր եք։ Արդ Մովսես ցեզի թլպադություն տվավ, որ ոչ թե Մովսեսեն էր, հաբա անշուշտ նախնիկներեն, Աբրահամեն էր թլպադությունը եւ ոչ թե Մովսեսեն, ու շաբաթ օրը մարդ կթլպադեք։ Եթե շաբաթ օրը մարդ կթլպադեք, որբեսի Մովսեսին օրենքը չկագվի, ինձի կփարգանանք, որ ես շաբաթ օրը ամբողջ մարդ մը բժշկեցի։ Մեկ խոսքով գսեք, Հիսուս գսե, դուք խոսք կխոսիք, բայց խոսքիք համապատասխան չեք։ Դուք գսեք, որ շաբաթ օրը պետք է սուրբ պահենք, բայց դուք շաբաթ օրը կթլպադեք։ Մեկ կողմեն գսեք խոսքը կարևոր է, մյուս կողմեն ձեր կորձը ավելի կարևոր է ձեր կորձեն, ձեր խոսքեն։ Բայց ես կսեմ, որ ես խոսքն եմ, իմ խոսքս եւ իմ կորձս նույնն է։ Ես եկած եմ մարդ ազատելու, թե շաբաթ թե գիրագի, թե երկուշաբթի թե երեքշաբթի այդ կորձը պիտի կատարեմ։ Ես համապատասխան եմ իմ կորձիս հետ։ Հասկանաք սիրելիներ, ինչ խորում կա այստեղ։ Դուք կխոսիք, բայց ուրիշ բան կկործեք։ Ես կխոսիմ եւ կկործեմ, քանի որ խոսքը եւ կորձը նույնն է Աստուծմե եկած։ Հալելույա, հալելույա։ Եթե շաբաթ օրը մարդ կթլպադեք, որբեսի Մովսեսին օրենքը չգագվի, ինձի կփարգանաք, որ ես շաբաթ օրը ամբողջ մարդ մը բժշկեցի։ Աչքի երևածին պես Թադաստան մի ընեք, հաբա արդար Թադաստան ըրեք։ Ինչ գեղեցիկ խոսք է։ Աչքի երևածի պես Թադաստան մի ընեք, հաբա արդար Թադաստան ըրեք։ Քու գարձածներդ մի խոսիր, ճշմարիտ խոսքեր խոսիր, իրական խոսքեր խոսիր, արդար Թադաստան ըրե։ Հալելույա, հալելույա, ինչ գեղեցիկ խոսքեր դերը մեզ գսորվեցն է։ Շարունակենք երթանք առաջ սիրելիներ։ Համար 25։ Այնադեն Երուսաղեմիցիներեն ոմանք գսեին. ասիգա անչե որ գփնդրեն սպաննելու համար։ Ահա հայտնի գխոսի, ու բան մչեն գրնար ըսել անոր։ Միթե իշխաններն ալ հասկացան, թե ասիգա ճշմարիտ Քրիստոսն է։ Սակայն մենք գիտենք, թե որգե է, բայց Քրիստոս երբ կա, մեկը պիտի չգիտնա որգե ըլլալը, ուրգե ըլլալը։ Եվ Հիսուս տաճարի մեջ աղաղագեց, սորվեցնելու ադեն զիս ալ գճանչնակ եւ ուրգե ըլլալը սալ գիտեք, ես ինքներ մեզ եկած չեմ, հաբա ան որ զիս խրգեց ճշմարիտ է ու չեք թուք չեք ճանչնար։ Հիմա այստեղ ինչ կսե ժողովուրդը։ Ինչ պատահեցավ գսե Հիսուս արդյոք իշխանները, արդյոք գեղերականները ընդունեցին Հիսուսի։ Գխոսի Հիսուս։ Բայց ուրիշներն ալ գզարմանային եւ գսեին մեկ բարգան գսե մենք գիտենք թե ինքը այստեղ գրված է համար 27-ին, գիտենք ուրգե։ Ուրգե ասել է մենք գիտենք իր եղբայրները, իր քույրերը, իր մայրը, գիտենք որ քաղաքն է, ուր ծնավ, ուր ելավ, մենք գիտենք իր պատմությունը։ Բայց երբ գսե Քրիստոս պիտի գա, մենք չենք գիտեր Քրիստոս որտեղ է։ Այստեղ կարևոր է։ Սուրբ Գիրքը ուրեմն երկու բան գսե Քրիստոսի մարգարեյանալու համար։ 5 դագարանի մեջ, Դանիելին մեջ, օրինակ 7-րդ գլխում մեջ գրված է, թե որտի մարդոն պիտի գա երկինք պիտի բարձրանա, եւ այդտեղ հрьяաները գսեին, որ չենք իսկապես Քրիստոսը Մեսիան մենք պիտի չգիտնանք ուրդեղեն կալա։ Իր մայրը, իր հայրը, իր բաթմությունը չենք գիտեր։ Այդպես պիտի լար Մեսիան։ Անորամար է որ Հիսուս երբ եկավ իբր Մեսիա, Մարիամին մեջ ծնավ, բայց իր հայրը ով է։ Եվ այստեղ անշուշտ մենք գիտենք, բայց բատմական ցևով հայտնի չի։ Ով էր հայրը։ Չենք գիտեր ուրդեղեն է։ Ուրեմն 5 դարան գսե որ Մեսիան պիտի գա, պիտի չգտնակ որտեղեն է, բայց մյուս կողմեն 5 դարանի Միքիակի մեջ գսե թե Մեսիան Բեթլեհեմ պիտի ծնի։ Եվ մենք գիտենք որ Հիսուս Բեթլեհեմ ծնվավ։ Ուրեմն ասում որ գսեն
Մեզ մենք չենք գիտեր ուդեղին գուկա, բայց եթե քիչ մը բրբդեին, պիտի գիտնային, թե Հիսուս Բեթլեհեմ ծնավ։ Նազարեթեն գնաց Բեթլեհեմ եւ Բեթլեհեմ ծնավ եւ մարգարեությունը կատարեց։ Ուրեմն շատ լավ գիտեին Հիսուսի աստվածությունը։ Եթե փնդրեին, եթե իրական հարցնային, սիրելի քուրիախբարներ, եթե իրական դու փնդրես եւ ուզենաս ճանչնալ դեր Հիսուս Քրիստոսի աստվածությունը, դեր Հիսուս Քրիստոսի անձը անպայման կգտնես։ Եթե իրական գուզես հետևիլ դեր Հիսուսի, եթե իրական գուզես ապաշխարել, եթե իրական գուզես նվիրվել դեր Հիսուս Քրիստոսի, անպայման Տերը կհայտնվի քեզ։ Անոնք պատճառաբանություններ են, որ գսեն այս կա, այն գա, չեն կրնար, չեն գուզեր, չեմ հասկնար եւ այլն։ Ոչ մեկը չհասկնար, եթե Աստված իր սիրտը չփանա, բայց Աստված կփանա այդ մարդուն սիրտը, որ անգերց գուզե հասկանալ ճշմարտությունը եւ քայլել այդ ճշմարտությամբ եւ նվիրվել այդ ճշմարտությամբ։ Հալելույա։ Դուք չեք ճանչնար Զանիգա գսե, բայց ես կճանչնամ Զանիգա գսե Հիսուս համար 29։ Վասնզի ես անգե եմ, ինչ քեղեցիկ խոսք է։ Ֆրանսերեն գսե անգե ելա։ Ես անգե եմ եւ անիգա զիս խրգեց։ Ես անգե եմ, ինչ զորավոր խոսք, մեմիևս փաստ աստվածային Հիսուսի աստվածությունը։ Ես անգե եմ, ես անգե ելա, ան որ ինձ խրգեց։ Անգե եմ, սել է նույն պնույթեն եմ, ես նույն պնույթեն եմ, ես կճանչնամ զինք, ես կիդեմ ինք, ես կիդեմ ով եմ, ես անգե եմ, հալելույա, հալելույա։ Ուստի գմտածեն անշուշ զինք պրնել, ինչու, քանի որ ես անգե եմ ասավ, իր աստվածությունը պաստեց, ուշարչուն գնեք ամեն անգամ որ Հիսուս իր աստվածությունը գպաստե, իրեն գուզեն սպաննել կամ հագարագիլ, նորմալ է։ Ուստի գմտածեն զինք պրնել, բայց մեկնալ իրեն ցերկ չգրծավ դալ։ Վասնզի իր ժամանակը թեր հասած չէր։ Գիշեք 6-րդ համարի մեջ ինչ ասինք, Հիսուս կսե, թեր իմ ժամանակս հասած չէ։ Ահա վասիկ կրված է, թեր ժամանակը հասած չէր։ Որն էր Հիսուսին ժամանակը, այն ժամանակը, որ ինք պիտի հանցնվեր մեղավորներուն ցերկը եւ պիտի խաչ ելներ, պիտի տադաբարդվեր եւ խաչ ելներ։ Այս էր իր ժամանակը։ Իր ժամանակը աշխարհը խանգարել չէր, իր ժամանակը իր անձը դալներ։ Չգրցան բռնել, քանի որ թեր իր ժամանակը հասած չէր։ Այցեք հասկանաք ինչպես սկսան պատմությունը եւ ուր հասան։ Հովաննես գիտեր, այս Հովաննեսի ավետարանը շատ լուրջ խորունկ նպատակալից ուղղություն տվող գիրք է։ Միան պատմություն չէ որ կպատմի, այլ այդտեղ խորունկ բաներ մեջտեղ կհանե։ Երանի թե դու շատ կարդայր ավետարանը, Հովաննու ավետարանը եւ շատ բաներ մի հասկանաս վստահ։ Ժողովրդին շատեր հավատացին իրեն եւ գսեին Քրիստոս երբ կա ասոնց մե ավելի նշաններ պիտի ունի, որ չափ ասիգա գնե։ Այս գսկսեն արդի մարդիկ հետևիլ, հավատալ, բայց ոչ բոլորը սիրելիներ, ինչու քանի որ ասեմ ցեզի բոլորը պատրաստ չէին նվիրվելու, պատրաստ չէին հանձնվելու, չէին ուզեր նվիրվել, չէին ուզեր հանձնվել։ Որ չափ չես ուզեր, անչափ քեզ համար կփակվի երկնային կյանքը։ Որ չափ կնվիրվիս, այնքան դերը կփանա իր անձը քեզի։ Այս է ճշմարտությունը։ Դերը չստիպեր ոչ մեկուս, այլ դերը գուզե որ մենք մեր կամքով երթանք առաջ։ Փարիսեցիները լսեցին ժողովրդին այս շշնչյունը անոր վրայով, Հիսուսի վրայով, անոնք եւ քահանաբետները սպասավորներ ղրգեցին, որպես Զանիգա բռնեն, իսկ Հիսուս քիչ ժամանակ ալցեցի հետ մսավ, աբա պիտի երթամ անոր, որ զիս ղրգեց։ Զիս պիտի փնտրեք ու պիտի չգտնեք։ Եվ իմ եղած դեղս դու գալ պիտի չգրնակ գալ։ Հիսուս կսե, գար ժամանակեն ես պիտի երթամ, դեղմը որ դուք պիտի չգրնակ գալ։ Ուր պիտի երթամ, այն անդեղ, որտեղեն ես ղրգվեցա։ Այն ադեն հրյաները ըսին իրարու, ուր պիտի երթա դիգա։ Որ մենք զինք պիտի չտեսնենք։ Միթե հետանոսներուն մեջ, ցիրուցան եղածներուն պիտի երթա եւ հետանոսներուն պիտի սորվեցնե։ Ինչ այն խոսքը որ ասավ, զիս պիտի փնտրեք եւ պիտի չգտնեք եւ իմ եղած դեղս դուք չեք գրնար կալ։ Հрьяները գմտածեին թե
Աշխարհի մեջ գիտեք ուրիշ ծրված հрьяաներ կային։ Արդյոք Հիսուս պիտի դար այդ ծրված հрьяաներում պիտի քարոզե։ Այդ հոտյանոցներում պիտի քարոզե։ Ուր գերտա Հիսուս։ Բայց Հիսուսի խոսքը մեկը դալ գարտանք միասին։ Դուք զիս պիտի փնտրեք եւ պիտի չգտնեք եւ իմ եղած դեղս դուք չեք գրնար կալ։ Ինչալ ընեք պիտի չկարողանաք կալ իմ եղած դեղս։ Դուք ով դուք որ գուզեք ինձ սպանել, դուք որ չեք հավատար իմ վրա, դուք որ ինձ մեկ կողմ գնեդեք, դուք որ այդ անգյունակարը որ ես եմ այսօր մասին արտացինք, այդ անգյունակարը չեք ընդունիր, դուք չեք կրնար կալ հետևիլ ինձ։ Դուք պիտի չլնաք այնտեղ որ ես կամ, պիտի ուզենաք բայց պիտի չգտնեք, մինչև այն որ չապաշխարեք եւ չսեք օրտնյալը լա անոր դիրոջ անունով գուկա։ Գրոնքը մեզ չդանիր տրախտ, գրոնքը մեզ չմոդեցներ դեր Հիսուս Քրիստոսի, գրոնքով մենք չենք կրնար դեսնել դեր Հիսուսը, չենք կրնար լսել դեր Հիսուսը, գրոնքի խոսքերով կամ կորձերով, սովորություններով, ավանդություններով չէ որ մեկը գրնա փրկվել, այլ միայն այն մարդը որ խոնարհությամբ կապաշխարե, գզղճա, գդվիրվի, Հիսուսի ցերկը կբռնե եւ Հիսուսով կքալե։ Սիրելի քույր եղբայրներ, այս է ճշմարտությունը, որ չաբալ ըսենք դուք ես բոլորս պետք է վստահ լանք այս կետի վրա։ Հալելույա։ Օրտնյալ է մեր Տերը։ Հաջորդ խոսքը, որ կարևոր խոսքեր են մեկն է Սուրբ Գիրքի մեջ։ Դոնին վերջին օրը։ Այս դոնին վերջին օրը ամեն մարդ կաղաղագեին եւ գհրճագեին Աստուծո հաղթությունը, հրյական սովորություններ։ Եվ Հիսուս այս վերջին օրը ինք կաղաղագե եւ գսեր. Եթե մեկը ծարավ է, թող կա ու խմե։ Ան որ ինձի հավատա, ինչպես Գիրքը գսե, անոր պորեն գենտանի ճուրիկ է դեր պիտի պխին։ Այս ըսավ հոգին համար, Սուրբ հոգին համար, որ իրեն հավատացողները պիտի առնեին, վասնզի Սուրբ հոգին դրված չէր դագավին, քանզի դեր Հիսուս Քրիստոս դեր փառավորված չէր։ Այստեղ շատ կարևոր խոսք է։ Ուրեմն Հիսուս կաղագ է եւ գսե ան որ ծարավ է, եթե մեկը ծարավ է, ինչի ծարավ։ Եվ այստեղ Հիսուս ամբողջ այս խոսքը գհիմնավորե Եզեկիել 47 մարգարեության վրա։ Եզեկիել 47-ի մեջ այդտեղ Եզեկիել մարգարեն դեսիլք կտեսնե եւ մեծ տաճար, որուն դագեն ներքևեն գփխեր այն ճուրը եւ այն ճուրը որ տաճարին գփխեր, այն ճուրը գփժշկեր, այն ճուրը ծարավները գահակեցներ, այն ճուրը բդղապեր գներ ամեն կողմը։ Հիմա Հիսուս այստեղ գսե, եթե մեկը ծարավ է, թող ինձի կա եւ խմե, ան որ ինձի հավատա, ինչպես Գիրքը գսե, ինչպես Եզեկիել մարգարեություն 47-ն գսե, անոր պորեն, որում պորեն, դաջարի պորեն, ճուր պիտի ելլե գենտանի ճուր պիտի պխի։ Ուրեմն Հիսուս գսե, եթե մեկը ծարավ է, այդ Եզեկիել մարգարեության սրբության, ազատագրության, զորության, քանի որ Եզեկիել մարգարեությունը 36-37 գլուխ են մինչև 47 գխոցի ազատագրության, փրկության, հրաշքի մասին։ Եվ Եզեկիել այդ տաճարը գտեսնե եւ գտեսնե այդ տաճարին մեջ են գուկա այն ճուրը եւ այն ճուրը որ տաճարի մեջ են գուկա այն ճուրն է որ գփոխի ամբողջ էությունը։ Հիսուս ինչ կսե, եթե մեկը ծարավ է այդ փոփոխության, եթե մեկը ծարավ է իսկապես մաքրության, թող կա ինձի, ես տաճարը ինձ պետք թող խմե, քանի որ անոր պորեն, դաջարին պորեն, ինչ գելե, ճուրը գելե։ Այն ճուրը Սուրբ Հոգին է, որ գելե նորոգելու, մաքրելու, սրբելու, ազատագրելու։ Հալելույա։ Տեր Սուրբ Հոգին չեկավ պիտի դար Պենտեկոստեի օրը։ Ինչպես այստեղ գրված է, Տեր Հիսուս փառավորված չէ, ինչպես փառավորված չէ, հարություն առած չէր Տեր։ Դեր խաչ ելած չէր, հարություն առած չէր։ Պիտի ելար այդ բոլորը, բայց արդեն Հիսուս թուրը գպանա, ըսելով որ անոր ինձի հավատա, իմ մեջ ես Հիսուսի մեջ են բիդել այդ ճուրը, որ այդ մարդը փոխե, մաքրե, սրբե։ Շատեր այս բանը կգարտան ուրիշ ձևով, եթե հավատաս Հիսուսի քո փորետ բիդել ճուրը, ոչ, Գիրքը չսեր քո փորետ բիդել, Գիրքը գսե իր փորեն բիդել։
եւ իր փորը այն տաճարն այն Հիսուսն է, որուն մեջ են բիդել է այն հոգին։ Եվ եթե ուշարժուն գնեք, երբ խաչվեցավ դեր Հիսուս Քրիստոսը, այդ խաչին վրա ըսավ գրված այդտեղ, թե եւ Հիսուս հոգին դվավ։ Մենք շատ անգամ այդ հոգին դվավը գսենք ահա մերավ, բայց նաև խորտաբատկեր է այս կետի վրա, որ իր փորեն, գիշեք իր փորեն, երբ որ խփեցին իր փորեն ինչ ելավ, ճուր ելավ եւ արյուն։ Այդ ճուրը այս ճուրն է, որ կյանքի ճուրն է։ Հիսուսի մեջ են գուքա այդ կյանքի ճուրը։ Օ երանի քիչ ավելի Հիսուսին խմեինք, երանի ավելի Հիսուսին բռնեինք, երանի ավելի Հիսուսին քրգեինք եւ երանի ավելի Հիսուսին ծարավը լայինք եւ այնտեղ են խմեինք այդ գենտանի Սուրբ Հոգի զորությունը, որ այսօր ան որ ընդունի Տեր Հիսուս Քրիստոսը բիդի ստանա այս կենտանի ճուրերը, որ Քրիստոսի մեջ են գելեն եւ գահասնին քեզ։ Այն օրը թեր չէ, այն օրը խոստում էր մարգարեություն այստեղ ինչ որ գնե Հիսուս, որ պիտի կդարի մի քանի շաբաթներ հետո։ Հալելույա, օրտնյալը լայս խոստումը, որ Տերը գուտա քեզ, ինձ, բոլորիս, անորամար մտեք այս Տիրոջ օրտնությանը մեջ, խնդրեցեք Տիրոջը, իսկապես ծարավ եղեք Տիրոջը, խմեցեք Տիրոջեն եւ թող Սուրբ Հոգիով լեցված քայլեք այդ բդղապեր օրտնապեր վայրերու մեջ, որ Տերը պատրաստած է քեզ հավիդյանս հավիդենից։ Հալելույա։ Փառք Հիսուսի։ Ժողովուրդեն համար 40, ժողովուրդեն շատ մարդիկ, երբ այս խոսքը լսեցին, ըսին իրավցնե ասիգա է մարգարեն, ուրիշները ասին ասիգա է Քրիստոսը, ուրիշները միթե Քրիստոսի Գալիլեայեն բիդիկա, չէ որ քիրքը գսե թե Քրիստոս Դավիթի սերունդն է ու Դավիթի եղած քյուրեն Բեթլեհեմեն բիդիկա, ուստի ժողովուրդի մեջ երկբարագություն եղավ, անոր համար, անոնց մե ոմանք ուզեցին բռնել զանիգա, բայց մեկը անոր ցեր չզարգավ։ Ինչպես քիչ առաջալ եղավ, գփորձեն դեր ժամանակը չէ Հիսուսի, ինչ ուզեք ներեք, դեր ժամանակը չէ, մեկը չգրնար բռնել Հիսուսին։ Հալելույա։ Ոչ բահավ, ոչ պաշտպանվեցավ, ոչ մեկ բան, ժամանակը չէ։ Գալիլեային պիտի կար, բայց Դավիթի սերունդ են։ Պատմությունը լավ գիտենք մենք Հիսուսի։ Նազարեթ ապրեցավ, Բեթլեհեմ ծնավ, Դավիթի սերունդ են։ Այս է Քրիստոսը եւ խոստացյալ քիչ առաջ ինչպես Միքիա մարգարեության մեջ խոստացյալ Քրիստոսն է։ Եվ ժողովուրդը չհասկնար։ Ժողովուրդը հարցումներ կհարցնե, գիտեք, ժողովրդական հավատք կա, որ այսօր մեր հայերուն մեջ շատ կան։ Բաները մգսեն առանց հասկանալու թե ադիկա որտեղ են եկած է։ Կխոսին բաները։ Բաները մգսեն հոգևոր բաներ գխոսին, մեր սովորություններ, գանավանդություններ, կան բաներ մգսեն, բայց երբ որ գսես ուր դեղ են կրված է, ուր կրված է, ինչ կսվի, մարդը դեղյակ չէ։ Հрьяաներն նույնպես էին։ Բաներ մգսեն, որոնք կհավատան, որոնք չեն հավատար, որոնք կընդունին, որոնք կխանգարվին։ Այս է Հիսուս եկավ գսե, ես եկա սուր բերելու, բաժանում բերելու։ Հիսուս երբ որ ներս կմտնե բաժանում կբերե։ Այո, բաժանում։ Այն մարդիկ, որ իսկապես պիտի հետևին Տեր Հիսուս Քրիստոս եւ այն մարդիկ, որ այսպես իմիջի այլոց եւ անշուշտ այդ մարդիկ, որ բոլորովին չեն ուզեր Հիսուսի մասին լսել։ Հիսուս կխանգարե։ Սիրելի քույր եղբայրներ, ցեզ կկաչալերեմ միր այս կիրագյորվա կարոզս մեմ լսեք։ YouTube կացեք եւ այս վերջին օրվա կարոզս, վերջին կիրագյորվա կարոզս լսեցեք։ Պիտի տեսնեք, որ Աստծո խոսքը գուկա բաժնելու, սրբացնելու, փոխելու, խանգարելու, ներսը խանգարելու, որովհետեւ այդտեղ մաքրությունը լա։ Այո, Հիսուսը դաջար մտավ ինչ հրավ խանգարեց։ Քամտեց ամեն ինչ։ Ինչու՞։ Քանի որ նպատակը սրբացնելն է մեր դաջարները։ 45 սպասավորները նորեն կացին քահանաբետներուն եւ փարիսեցիներուն, որոնք հարցուցին. ինչու զանիգա հոս չբերիկ, չէ որ ղրգեցին այս սպասավորներուն, կացեք Հիսուսին բռնեցեք եւ բերեք։ Ինչու հոս չբերիկ, պատասխան տվին սպասավորները, նայեցեք ինչ կսեն սպասավորները, քահանաներեն ավելի խելացի։ Երբեք մեկը այդ մարդուն պես խոսած չէ։ Աստվածային խոսքը խոսի Հիսուս։ Երբեք մեկը այդ մարդուն պես խոսած չէ։ Սպասավորները գսեն, որ ոչ հոգևոր են, ոչ բամը գիտեն տբիրներու եւ փարիսեցիներու չափ։ Անոնք վարդապետներ են, անոնք
ինչպես ասեմ, աստվածապաններ են, անոնք պետք է գիտնային այս բոլորը, անոնք չգրցան հասկանալ, սպասավորները բայց հասկացան։ Այն adem փարիսեցիները հարցուցին անոնց եւսին, միթե դուք ալ մոլորեցաք։ Իշխաններեն կամ փարիսեցիներեն մեկը հավատաց անոր։ Նայեցեք վախը ժողովրդին։ Այդ փարիսեցիներու, իշխաններու, պատասխանատուներու վախը, որ արդյոք մեր խմբագեն մարդիկ կացին իրեն դեպեն։ Իրենց բոլոր նպատակը ոչ թե հոգևոր աճն էր, այլ իրենց ժողովարաներեն մարդ չգործընծնելն էր։ Եվ այս բանը այսօր մեր եկեղեցիներու մեջ կտեսնենք։ Չլատե երթաս այնտեղ։ Ինչու՞։ Եթե այնտեղ հոգևոր աճ կա, այնտեղ եթե ես իմ հոգիս կմաքրվի, կսրբվի, կազատագրվի, ինչու՞ չերթամ։ Թե մի երթարդ ու մեր եկեղեցի զավակն ես, հոն ինչ գործ ունիս, այսպես խոսքեր կլսենք։ Հрьяներն նույն բանը ասին։ Ուր որ գրոնք կա, ասի քիչ առաջ, ուր որ գրոնք կա, այդտեղ քեզ գխեղտեն, մարդիկ կուզեն որ դու այդտեղ մնաս իրենց իշխանության տակ, որ իշխեն քո վրա։ Չեն արցակեր։ Նույն բանը կմտայի այստեղ, փարիսեցիներն վախցան, իրարանցան, միթե դուք ալ հավատացիք, ուրիշներ կան, որ հավատացին, ուրիշներ կան, որ թողեցին հետևեն կացին։ Բայց այս ռամիկ ժողովուրդը, նայեցեք ինչ վատ կխոսին իրենց ժողովրդի մասին, այս ռամիկ ժողովուրդը, որ օրենքը չեն գիտեր, նզովված են։ Վաու։ Իրենք այդ ժողովրդին պետք է ծառայեին։ Իրենք այդ ժողովրդին ծառաները պետք է լային Աստծո առջև, հովիվներ, առաջնորդներ, այդ ժողովրդին սիրողներ, օգնողներ, բարձրացողներ, եւ այդ իրենք կդառնան եւ գսեն այս ժողովուրդը բանեմը դեղյակ չէ, նզովյալ թողլան, քանի որ իրենց ուզածը չեն աներ։ Մեկ նայեցեք այսօր տարբեր երկիրներու Հայաստանի մեջ անշուշտ, բայց նաև տարբեր երկիրներ, տարբեր եկեղեցիներ, այն եկեղեցիները, որ եղած են միշտ իշխանության եկեղեցիներ, միշտ նույնպես վարված են իրենց ժողովրդին հետ։ Ոչ սեր, ոչ խոնարհություն, ոչ բարձրացնելու նպատակ, այլ այդ ռամիկ ժողովուրդը օրենքեն լուրջ ունեն, այդ մարդիկը նզովյալը լան։ Տեսակ ինչ վատ կխոսին, քանի որ սեր չկա, քանի որ Քրիստոս չկա, քանի որ Տիրոջ ներկայությունը չկա։ Հիսուսն է որ կփոխե վիճակը։ Շատեր մեր կազմակերպություններն թողած կացած են։ Համացան չեն եղած, թողած կացած են։ Օրտնած են, գսենք միջև այնադեն, որ եթե մեր եկեղեցին, մեր ծառայությունը քեզ արգելք է քո հոգևոր աճումիդ, ես իբր հովիվ, իբր առաջնորդ կառաջարկեմ, որ երթաս ուրիշ տեղ ավելի լավ մեծանաս։ Գնա, միայն Հիսուսի սիրե եւ Հիսուսը սորվիր։ Հասկանաք, նպատակը բահել չէ, նպատակը մարդուն աճ բերելն է։ Որ մարդը աճի, որ մարդը զորանա, որ մարդը խորանա, Հիսուսը ճանաչի։ Հասկանաք սիրելիներ, երբ որ գրոնական բաներու մեջ կմտնենք, այլևս գրոնքի սովորություններու, ավանդություններու քերի կդառնանք եւ գմորնանք եկեղեցի կամ հոգեվոր ըլլալու նպատակը։ Հալելույա։ 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 Նիկոդեմոս ըսավ անոնց, գիշեք Նիկոդեմոս ով էր, Նիկոդեմոս ըսավ անոնց, որ քիշեր ադեն իրեն կացեր էր եւ անոնց մեկներ, միթե մեր օրենքը մարդ գտադե, եթե առաջ անգե բանը չլսե եւ չգիտնա թե ինչ գնե։ Ավասիկ օրենքը Նիկոդեմոս կհիշեցնե, գսե աջաբարանով կորդ չունենք։ Մենք օրենք ունենք։ Ոչ մեկուն չենք տադեր, ոչ մեկուն մասին բան չենք գսեր, մինչեւ որ իրեն թեմտիմատ չնստեցնենք եւ մենք մեր ականջներով չլսենք։ Եվ այդ պիտի անեն, գիտենք Հիսուսի վերջին օրերու մեջ այդ դադարանը պիտի կանչեն եւ Հիսուսի պիտի իբր թե պիտի փորձեն հասկանալ։ Բայց արդեն իրենք գիտեին թե գուզեին մերցնել Հիսուսին կամ Հիսուս գխանկարեր իրենց, ինչպես քիչ առաջ ասեմ։ Նայեցեք ինչ պատասխան կուտա այդ աստվածապան քահանա վարդապետները, որոնք պետք է արդեն գիտնային այս բոլորը, որոնք Աստծո խոսքի բոլոր մարգարեությունները գիտեին։ Բայց իրենց կորձին չգավ։ Գիտնալ չպավեր, խոնարհիլ պետք է։ Այն ինչ բան որ մենք գիտենք հոգևոր, պիտի խոնարհենք անոր առջև։ Գիտնալը չպավեր սիրելիներ։ Շատ բաներ գիտենք։ Հոգևոր բաներ շատ գիտենք, այսպես չենք, այդպես չենք, այսպես պետք է լա, այնպես պետք է լա, այսպես պետք է, այսպես, այո գիտենք, բայց պիտի խոնարհիս, որ ապրիս այդ բոլորը։ Միթե թունալ Գալիլեայենես,
քննե ունայե որ Գալիլեայեն մարդ չելեր եւ ամեն մեկը իր դունը քնած Գալիլեայեն մարդ չելեր ասել գուզե Գալիլեայեն մարգարե չգրնարլալ Աստված երբեք մեզի Գալիլեայեն մարդ պիտի չղրգե խոսողը աստվածապաններ են բայց սխալեցան Գալիլեայեն մենք ունեցանք Հովնան մարգարեն Գալիլեայեն մենք ունեցանք Եղիա մարգարեն Գալիլեայեն մենք ունեցանք Նաումա մարգարեն Գալիլեայեն ինչպես մարդ չելեր ով աստվածապաններ Ձեր ուզածին պես կդարձնեք Աստծո խոսքը Ձեր ուզածին հասցնելու համար ուզած ծևով կմեկնաբանեք եւ այսօր այսպես քարոզիչներ լեցուն կան իրենց ուզած դեղը գուզեն դանել մարդկանց եւ ոչ թե Տիրոջ խոսքին խորությունը հասցնելով մարդկանց եւ ինչպես Գալիլեայեն պիտի փանչլա Եսայի 9-րդ գլխուն առաջին համարը գսե եւ լույս մծակեցավ խավարին մեջ Եվ այդ լույսը մեսիային լույսն էր, որ հետո կշարունակե եւ որ կգարտակ։ Եվ այդ լույսը ուր ցակեցավ։ Գալիլեայի մեջ ցակեցավ։ Գրված է Եսայի 9 առաջին համար։ Ուրեմն սիրելիներ, կտեսնեք երկու օր առաջ մեկ կխոսե եւ գսե շատ կզարմանամ գսե թե ինչպես կլա թե նույն սուբ գիրքը գա եւ աշխապ տարբեր եկեղեցիներ, քարոզիչներ, աշխապ տարբեր բաներ կլսենք, ամեն մեկը տարբեր բան կքարոզե, ինչպես կնալալ այս բանը, մեկ սուբ գիրք կա, ինչու աշխապ տարբեր եկեղեցիներ։ Պատասխանս հետեւյալ էր։ Մեկ սուբ գիրք կա, բայց տարբեր մեկնաբանություն ընողներ կան։ Իրենց անձնական շահերուն համար։ Եթե մենք սուբ գիրքը բանանք եւ Կովի գարտանք, ամեն եկեղեցիներու պատասխանատուները, միան սուբ գիրքը գարտանք, ամբողջ սուբ գիրքը, մենք խնդիր չունենք, չենք ունենար, բայց որ ես կավելցնեմ սուբ գիրքին կովը, գողքը, մի հատ ուրիշ սովորությունը, ավանդությունը, սուբ գիրքեն դուրս, երբ որ կսկսիմ այսպես բարդականություններ տնել մարդկանց վրա, սուբ գիրքեն դուրս, երբ որ մարդկանց ուղղություններ գուդաս, միանշանակ որ չես կնար բոլորին հետ երթալ հարաճ սիրելիներ հավասիկ վարդապետներ աստվածապաններ որոնք գիտեին Աստծո խոսքը բայց իրենց հաշվին չգավ այն ժամանակ եւ Հիսուս մատը գտնե գմատնանշե այսպես հավատացյալներուն ասելով շատ կխոսիս քիչ կքորձես կքարոզես կստորվեցնես ինչ որ քեզի համացայն է քեզի հաճելի է իշահ քեզ բայց դերը ասոր համար վերջին օրը երբ իդիկա միդեսե ես ցեզ երբեք չէի ճանաչեր լուրջ է Հիսուսի հետևիլը Հիսուսի հետևիլը լուրջ է խաղալիք չէ Կամ Հիսուսին կհետևենք եւ կամ եկեք թողնենք քրիստոնեությունը, թողնենք հոգեվոր կյանքը, թողնենք հավատացյալը լալը։ Հիսուս անցն է որ պիտի հետևիս եւ Հիսուս անցը հետևորդներու հետ միապան պիտի ճաշտես եւ Հիսուս անցը իր թակավորությունը ծառայելու համար հետևորդներուն հետ պիտի միապանվես եւ թակավորությունը պիտի դանես առաջ։ Այս է եկեղեցին, այս է ճշմարիտ աշակերտը որ կհետևի Հիսուսին։ Հալելույա, հալելույա, Դերը օրհնե իր խոսքը եւ կխնդրեմ քեզ մեծ սիրելի քույր եղբայր, որ հիմա որ վերջացնենք այս ուղիեթերը, դու մեմը եւս շատ շուտ գարտաս այս Հովաննու 7-րդ գլուխը, որբեսի մտնե քո մեջ հիշես ինչ որ ըսինք։ Այս ուղիեթերը ծառայությունը որ վերջանա, շատ շուտ այս սերդողությունը պիտի նաեւ փոխանցվի YouTube-ի վրա, Facebook-ի վրա, որ գնաս մեմը եւս նայել եւ դարաձել քո կողմիններուն։ Այս երկեն հետո Հիսուսի սերը շատ մեծ է, ես կհավատամ։ Եթե դու կհավատաս, եկուր միասին երկենք այս երկը, անգևերջ կաղոթենք իրար հետ։
ասահման Առատ խոսում է հորդ գետի նման Ինչպես է փյուր շոյում է մեր հոգի Խորն է ուլայն լույս աստվածային Իսկ եթե չլիներ այդ սերը Չեր լինի և մեզ հարգություն Սերն է հավերժ կյանքի հույսը Որ գա մեզ խաչին ու թափեց արյուն Իսկ եթե չլիներ այդ սերը Չեր լինի և մեզ հարգություն Սերն է հավերժ կյանքի հույսը Որ գա մեզ խաչին ու թափեց արյուն Չիմասած, սիրեց և իրեն հակառակ մարդկաց, ովքեր խաչել էին գոչում, իսկ նա այսօր բոլորին է կանչում, իսկ եթե չլիներ այդ սերը, չեր լինի և մեզ հարգություն, սերն է հավերժ կյանքի հույսը, որ գա մեզ խաչին ու թափեց արյուն, իսկ եթե չլիներ այդ սերը, չեր լինի և մեզ հարգություն, սերն է հավերժ կյանքի հույսը, որ գա մեզ խաչին ու թափեց արյուն Մարդիկ այս հասկանա, Աստծո սիրով է շնչում ամեն բան, Կամ թե Աստված թողնի մեզ մի վայրկյան, Բոլոր սելան դարձ կերտան կորստյան, Իսկ եթե չլիներ այդ սերը, Չեր լինի և մեզ հարգություն, Սերն է հավերժ կյանքի հույսը, Որ գա մեզ խաչին ու թափեց արյուն, Իսկ Չլիներ այդ սերը, չեր լինի և մեզ հարգություն, Սերն է հավերժ կյանքի հույսը, որ գա մեզ խաչին ու թափեց արյուն Այդ սերը չեր լինի և մեզ հարգություն Սերն է հավերժ կյանքի հույսը որ գա մեզ խաչին ու թափեց արյուն Արի շուտով նա քեզ է սպասում Իր մեղմ ձայնով սրտի դուրն է թակում Քար սիրտդ բաց չլինի ուշանաս Ձերի փրկության սիրուց ետ մնաս Իսկ այդ սերը չեր լինի և մեզ հարգություն Սերն է հավերժ կյանքի հույսը որ գա մեզ խաչին ու թափեց արյուն Իսկ եթե չլիներ այդ սերը չեր լինի և մեզ հարգություն Սերն է հավերժ կյանքի հույսը որ գա մեզ խաչին ու թափեց արյուն որ գա մեզ խաչին Հալելույա, օրտնյալ է մեր դերը իր արյան զորության համար, խաչին վրա տապեց և մեզ փրկեց, սիրո նշան է, փառք Հիսուսի, հալելույա։ Ով մենագար Աստված գործնենք և կպատվենք քեզ, կխոնարհենք քո առջև և կխնդրենք քո ողորմությունը դասամեն մեկիս, որպեսզի հասկանանք քո էությունը, հասկանանք այս խոսքի ճշմարտությունը, որ մեզ ազատագրե, քանզի խոսքը կմաքրե և խոսքը կազատագրե քո մեծ սիրույթ մեջտեղ։ Խնդրեմ աշխատես, օրհնես մեզ, ցերկդ երգնցնես, մեր սրտերը կորզածես ով դեր, քեզ ավելի բադիվ բերելու և քեզ նվիրվելու համար։ Օրհնա այսօր մեզ հետևորդ քույր եղբայրները
ինգազները փարսացուր, տգարները զորացուր, Տեր Հիսուս, հիվանդները բժշկե, գործվածներուն կյանք դուր, լույս դուր եւ հույս դուր, ով Տեր քո զորությունդ հայտնե այս մեր բոլորին եւ փառքը դրվի միայն քեզ, հիմա եւ միշտ եւ հավիտյան, անուն Հոր եւ Որդվո եւ Օգուի Սրբո, հալելույա, ամեն, ամեն եւ ամեն։ Բարավորվի մեր Տերը, ցեզ գուտանք շամարճուն կալ չորեք շաբթի, նույն ժամուն, նույն ալիքին վրա։ Եղեք օրտնված շաբաթ ցեզ, օրտնված օրեր Հիսուս Քրիստոսի անունով, մինչ նոր հանդիպում, ցտեսություն։